Զրույցի եմ հրավիրել ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանին։ Բարի երեկո, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի ունեցավ։ Տեղեկությունները շատ սուղ են, թե կողմերը կարևորել են ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը, սա մեջբերում էր Հայաստանի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարությունից։ Ինչ է սա ձեր կարծիքով նշանակում ոչ պաշտոնական լեզվով, ստորագրում կլինի, թե ստորագրման համար ուժի մեջ են ադրբեջանական նախապայմանները։ Շնորհակալություն հրավերի համար, եթե շատ կարճ, ապա ստորագրում չի լինի, ընդ որում այստեղ խնդիրը ոչ միայն այդ երկու նախապայմաններն են, որոնք ես ինքս անվանում եմ ոչ թե նախապայմաններ, այլ պատրվակներ, պայմանագիր չստորագրելու, ֆորմալ այո, կա երկու նախապայման, բայց ես գրեթե վստահ եմ, որ նույնիսկ եթե այդ երկու պայմաններն էլ բավարարվեն, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը մեկ այլ պահանջ, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը բացի նախապայմաններից նաև բազմաթիվ այլ պահանջներ ունի, սկսած Զանգեզուրի միջանցքից, վերջացրած Արևմտյան Ադրբեջանով, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը այդ պահանջներից ևս մեկը կդարձնի նախապայման պատրվակ եւ process-ը կարող է շարունակվել դեռևս բավականաչափ երկար։ Հետևաբար անկախ հանդիպման փաստից, ինչպես ասում են, լավ է խոսել, քան չխոսել, բայց ես այստեղ որևէ էական փոփոխություն չեմ տեսնում, չեմ էլ սպասում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շարունակելու է պնդել իր նախապայմանները, Հայաստանը ասելու է, որ պատրաստ է դիմել Մինսկի խմբի լուծարման համար դիմումը ստորագրելով նույն օրը, ինչ որ խաղաղության պայմանագիրը, սահմանադրական փոփոխությունների մասով գիտենք կառավարության դիրքորոշումը, որ սահմանադրության մեջ Ադրբեջանին տարածքային պահանջներ չկան, բայց գիտենք նաև, որ մշակում են նոր սահմանադրության տեքստ, որտեղ ենթադրաբար չի լինելու հղում անկախության հռչակագրին, որը Ադրբեջանի պահանջն է, սակայն մեկ բան է մշակել սահմանադրության նախագիծ, մեկ այլ բան է այդ նախագիծը ընդունել հանրաքվեով, իսկ այստեղ լուրջ կասկածներ կան։ Եթե հաշվառնենք, որ գրեթե ամեն օր Ադրբեջանը հայտարարում է, որ դա իր պահանջն է, եւ այդ պահանջով ինքը ցանկանում է ապացուցել, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլև ժողովուրդն է ընդունել իր սխալը կամ ընդունել իր պարտությունը, հրաժարվել Արցախից եւ այլն, ամենօրյա ռեժիմով այդ հայտարարությունները էականորեն նվազեցնում են սահմանադրական փոփոխություն, նոր սահմանադրության ընդունումը, եթե այն ներառի նաև Ադրբեջանի պահանջները։ Իսկ ժամանակային առումով էլ պարզ է, որ այդ հանրաքվեն լավագույն դեպքում կարող է լինել խորհրդանական ընտրությունների հետ նույն օրը, չնայած դրանում էլ վստահ չեմ։ Այնպես որ գոնե մինչև 2026 թվականի համար ինձ թվում է կարելի է մոռանալ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Պարոն Պողոսյան, Ադրբեջանը հենց այսօր նոր մտահոգություն է հնչեցրել, հիմա էլ զինանշանից է դժգոհ։ Սա ինչ է նոր նախապայման։ Տեսեք, մենք ունենք այսպես իրավիճակ, եթե փորձեմ ավելի պատկերավոր բացատրել, կա երկու զամբյուղ, Ադրբեջանը ունի երկու զամբյուղ, մեկի վրա գրված է նախապայմաններ, մյուսի վրա գրված են պահանջներ։ Հիմա այս պահին նախապայմանները երկուսն են, Մինսկի խմբի լուծարում եւ նոր սահմանադրության ընդունում կամ սահմանադրությունից անկախության հռչակագրի հանում։ Եվ կան պահանջներ, որոնք մեկ այլ զամբյուղում են եւ այդ պահանջները բազմազան են։ Ես նշեցի ընդամենը երկուսը, դուք ավելացրիք եւս մեկը զինանշանի հետ կապված եւ այս ցանկը շարունակական է, չեմ բացառում, որ այդտեղ կլինեն նաեւ այլ պահանջներ, սկսած Խոջալում տեղի ունեցածը որպես ցեղասպանության ճանաչում, Ադրբեջանի պատկերացմամբ իրենց դեմ հանցագործություն գործած անձանց ձերբակալում եւ արտահանձնում Ադրբեջանին եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ցանկը անվերջ է եւ բացառապես կախված է ադրբեջանական ղեկավարության ցանկություններից եւ ֆանտազիայի սահմաններից։ Հիմա ամբողջ խնդիրը նա է, որ այս երկու առանձին տուփերը կամ արկղերը, նախապայմաններ, պահանջներ, իրենք գործում են հաղորդակցման անոթների նման եւ ոչինչ չի խանգարում, որպեսզի Ադրբեջանը ցանկացած պահի պահանջներ զամբյուղից որևէ պահանջ վերցնի եւ տեղափոխի նախապայմաններ զամբյուղ։ Հիմա այս պայմանությամբ զինանշանի հետ կապված հարցը ֆորմալ առումով նախապայման չէ, 10 օր հետո կամ 5 ամիս հետո կարող է դառնալ նախապայման։ Հիմա Զանգեզուրի միջանցքի բացումը նախապայման չէ, եւ մենք գիտենք, որ անցյալ տարի ամռանը Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնվեցին, որ ընդհանրապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դուրս են հանում պայմանագրի տեքստից, բայց ոչինչ չի խանգարում Ադրբեջանին 3, 5, 10 ամիս անց Զանգեզուրի միջանցքի բացումը պահանջներ զամբյուղից տեղափոխել նախապայմանների զամբյուղ։
Հիմա պարոն Պողոսյան, հայկական կողմից փաստաթղթի ստորագրման հարցով հնչող լավատեսական հայտարարությունների համար դուք հիմք տեսնում եք, նաև եթե դիտարկենք այսօրվա հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրությունը։ Անկեղծ ասած, ոչ, ես նորից վստահ չեմ, որ կարող ենք ասել լավատեսական հայտարարություններ, որտեղ հայկական կողմը միշտ ասում է պայմանագիրը կարող է ստորագրվել, եթե ադրբեջանական կողմը եւս ունենա քաղաքական կամք։ Ես պատրաստ եմ, սա ինչ որտեղ նմանվում է տանգո պարին, գիտեք, հայտնի արտահայտություն կա, տանգո պարում են երկուսով։ Հիմա Հայաստանը Դուք ասում է, գիտեք, ես պատրաստ արտգործնախարարն է այդ հայտարարությունը հնչեցրել մի քանի օր առաջ, որ հնարավոր է լավ նորություն լինի ստորագրման հարցում։ Ես դա նկատի ունեմ։ Համաձայն եմ, բայց հնարավոր են այնքան անորոշ է, հնարավոր է, իսկ գուցե հնարավոր չէ։ Հիմա արտգործնախարարը այսօր ասում է հնարավոր է, մեկ շաբաթից կարող է ասել դե այնքան էլ հնարավոր չէ։ Ամենայն դեպս, տեսեք, մենք ինքներս բանակցությունների ամբողջ դետալներին չենք տիրապետում, մենք նկատի ունեմ թե փորձագետները, թե լրագրողները, եւ թե ընդհանրապես այս ամենով հետաքրքրված մարդիկ, մենք նաեւ մասնագիտորեն ենք հետաքրքրված իհարկե։ Հիմա բայց նույնիսկ չտիրապետելով ամբողջ դետալներին, արկա տեղեկույթը վերլուծելով, հանգում ենք այն եզրակացության, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ քիչ հավանական է, որովհետեւ, ինչպես ես բազմիցս ասել եմ, դուք մոտ ապագան նկատի ունեք։ Ես նկատի ունեմ գոնե առաջիկա 1 տարվա ընթացքում առնվազն։ Հիմա եթե դետալներին չտիրապետելով հանգում ենք նման եզրակացության, ես ենթադրում եմ, որ մարդիկ ովքեր ինտենսիվ այդ գործընթացի մեջ են, իսկ չմոռանանք, որ թե արտգործնախարարը եւ թե վարչապետը, եթե համարենք, որ ֆորմալ խաղաղության պայմանագրի բանակցությունները սկսվել են 2022 թվականի փետրվար-մարտին, երբ Ադրբեջանը առաջին անգամ իր 5 սկզբունքները առաջ քաշեց, արդեն 3 տարի է ընթանում են, այդ ընթացքում մենք տեսել ենք Արցախի շրջափակում, Արցախի ոչնչացում, էթնիկ զտումներ, հայնածավալ ներխուժում Հայաստան նկատի ունեմ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերը, չեմ կարծում, որ իրական լավատեսության հիմք կա, իսկ նշված հայտարարությունները մոռանանք, որ մենք 1 տարուց ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն այս ամենը տեղափոխվում է նաև ներքաղաքական դաշտ, եւ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ փաստացի խաղաղության օրակարգը ձախողվել է եւ այն բացի վնասից որևէ օգուտ չի տվել, այսինքն օգուտներ չկան, իսկ վնասներ կան Արցախի ոչնչացումից մինչեւ Հայաստանի տարածքի առնվազն 242 կիլոմետրի օկուպացիա։ Հիմա այս պայմաններում հասկանալ է, որ իշխանությունը պետք է անընդհատ պնդի, որ ոչ, խաղաղության օրակարգը ձախողված չէ, այն շարունակվում է եւ մենք մոտ ենք այդ բարձրալի նպատակին։ Այսինքն այս հայտարարություններում խաղաղության օրակարգի այսպես ասենք ձախողված չլինելու կամ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության, հնարավորության եւ այլն, ես սրանք ավելի շատ կապում եմ ներքաղաքական զարգացումների հետ։ Ամենայն հավանականությամբ կառավարությունը եւ նաեւ իշխող կուսակցությունը անում է ամեն ինչ, որպեսզի 2026 թվականի գարնանը, երբ արդեն ռեալ ընտրական պայքար սկսվի, կարողանա հայտարարել, որ այս խաղաղության օրակարգը, ինչը կառավարության արտաքին քաղաքականության մեղն է կամ մեղներ, նրանք իհարկե պետք է պնդեն, որ դա ձախողված չէ։ Իսկ որպեսզի պնդես, որ ձախողված չէ, դու պետք է պնդես, որ հույսեր կան, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Ամենադեպս ես այսպես եմ տեսնում այս բոլոր հայտարարությունները պայմանագրի ստորագրման հնարավորության աճի եւ այլնի հետ կապված։ Շնորհակալ եմ, պարոն Պողոսյան, ես հիշեցնեմ, զրուցում էի Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանի հետ։ Շնորհակալություն։